Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Գլենդելից։ Այսօր հոկտեմբերի 9-ը 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Կարևոր իրադարձություն իհարկե նաև որ Դոնալդ Տրամպը որքանով պատրաստ կլինի վերջնական ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ, դրանով էականորեն բան է փոխվելու թե աշխարհում, թե նաև մեզ համար։ Դրա համար տեսնենք ինչ է տեղի ունենում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ գրեթե որոշում կայացրել է Ուկրաինային Թոմահավք հրթիռներ մատակարարելու վերաբերյալ, բայց ցանկանում է իմանալ, թե Կիևն ինչ է անելու դրանց հետ։ Լրագրողի հարցին արդյոք ԱՄՆ նման հրթիռներ կմատակարարի Ուկրաինային, թե կվաճառի դրանք ՆԱՏՕ-ին Ուկրաինայում հետագա բաշխման համար, Տրամպը պատասխանել է, որ նախ կցանկանար իմանալ, թե ինչ է Ուկրաինան պատրաստվում անել։ Դրանից հետո ուր են նրանք դրանք ուղղելու։ Կարծում եմ, ինձ պետք է այդ հարցը տալ, ասել է Տրամպը։ Ի նկատի ունենանք, որ սկզբից Ամերիկայի Միացյալ Նահանգները աստիճանաբար նախապատրաստում է Ռուսաստանին։ Սկզբից հայ մարսը տվեցին, մինչև հայ մարսը տալը ասում են հլա ու հայ մարսը տակ տեսեք ինչ ենք անելու։ Լավ էլ տվեցին, որոշակի ժամանակ խոսում էին, որ Ուկրաինան ատակ ամսա ուզում, ավելի մեծ հեռահարության, ավելի հզոր հարվածների, էլի ասում էին չենք տալու, էս ենք անելու, ձգում էին եւ այլ, հետո արդեն որպես փաստ ատակ ամսը եղավ, այսինքն հիմա երբ որ կամած մոտենում են դրան, այդ ընթացքում արդեն դրան համարժեք, պարզավոճ այդ որակի արդեն համարժեք հրթիռ է ստեղծում Ուկրաինան, արդեն պատրաստում են Ռուսաստանին, որ իմացի, որ այդ տամագավկը այնուամենայնիվ տալու ենք։ Իհարկե Ռուսաստանից նաև տեսնում ենք արձագանք։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է. Ռուսաստանն ուշադիր հետևում է Տոմահավկի հետ կապված իրավիճակին եւ կոչ է անում ԱՄՆ-ին զսպվածություն ցուցաբերել։ Մոսկվան հույս ունի, որ Վաշինգտոնին ուղղված ազդանշանները կընդունվեն։ Եթե ԱՄՆ-ն որոշի Տոմահավք հրթիռներ փոխանցել Կիևին, դա անդառնալի վնաս կհասցնի ռուս-ամերիկյան հարաբերություններին, ընդգծել է Զախարովան։ Իհարկե Զախարովան այն պաշտոնյան չի, թեպետ պաշտոնական տեսակետ է հայտնում, այն պաշտոնյան չի, որպես զսպվածության կոչանի Դոնալդ Տրամպին, որտեղ Դոնալդ Տրամպը եթե որոշի իրան անզուսպել, Պուտիներսկի չի կարող զսպվածության կոչանել, բայց լրջորեն անհանգստացած են Ռուսաստանում մանավանդ, որ գործը դեռ չի հասել Տոմահավք հրթիռներին, որոնք թևավոր բալեստիկ հրթիռներ են, որոնք որ այնպիսի բարձրության են թռնում, որը գործնականում որևէ հակաօդային պաշտպանության, հակահրթիռային պաշտպանության համակարգ չի ֆիքսի, միայն կարող է նկատել, թե ինչ է իրանց սպասում, երբ որ իրանց գլխով անցնում է, այն ցածրության անգամ բնակավայրերում շենքերի արանքում կարող է անցնի, որևէ ձևով դա նույնիսկ ֆիքսել չեն կարող, որ մնաց թե հարվածել։ Եվ Ռուսաստանը, որ հիմա անգամ մեծ խնդիրներ ունի, մենք տեսնում ենք ինչ արդյունավետությամբ է Ուկրաինան հարվածներ հասցնում մանավանդ ռուսական էներգետիկ օբյեկտներին, հարվածներ հասցնում զինապահեստներին, խողովակաշարերին, արդյունքում կամաց ինչքան է Ռուսաստանը փորձում է քանակով առաջ գնա, որակապես ծանր հարված է ստանում, որի դեպքում գալու է մի պահ, որ ուղղակի փլվելու է, որովհետև սա ձեռամարտի կռիվ չի, սա թրով կռիվ չի, որ ասես ֆիզիկապես մենք հանել ենք ավելի շատ մարդ, մենք կհաղթենք։ Բացարձակ դա այդ կռիվը չի, վատավոր մինչև հիմա դեռ Վլադիմիր Պուտինը մնացել է այդ մակարդակին, թե էլի մարդ գցեն գնազոհվեն, քանակով առաջ գնա, սա որ թիմն է։ Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ մեկ այլ հարցում էլ Ամերիկան փորձում է հետևողական լինել Ռուսաստանի նկատմամբ ճնշումների հարցում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի վարչակազմը դեմ լինելով ՄԱԿ-ի բանաձևի նախագծին, որը կոչ էր անում Վաշինգտոնին վերացնել Կուբայի դեմ պատժամիջոցները, պնդում է, որ մինչև 5000 կուբացիներ են կռվում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում։ Կուբայի իշխանությունները չեն կարողացել պաշտպանել իրենց քաղաքացիներին ռուս-ուկրաինական պատերազմում որպես խաղաքարեր օգտագործելուց։ Այսինքն սա նույնպես ցույց է տալիս, որ տեսնում ենք
ասում են Ռուսաստանից էներգակիր կստանանք, ձեր սանկցիաներ կկիրառենք, զինվոր եք տալի, սանկցիաներ ենք կիրառելու։ Այսինքն հետևողական ցանկանում են փակել, օղակը սեղմում են Ռուսաստանի հանդեպ, այն էլ դա պարզ դարձավ Դոնալդ Տրամփին, երբ որ իրական վիճակը տեսավ, որ Ռուսաստանը որևէ պարագայում հաջողություններ չի գրանցում, կտրուկ փոխվեց իր վերաբերմունքը, բայց չասենք միայն պատճառը դա էր, պատճառը նաև նա էր եվրոպական առաջնորդների համար վերաբերմունքը միասնականությունը, որ կանգնեցին Ուկրաինայի թիկունքին, որի պարագայում Ամերիկայի Միացյալ Նահանգները հաշվի նստեց այդ տեսակետի հետ։ Սլովակիան Ուկրաինային տրամադրել է ռազմական օգնության առաջին փաթեթը Ֆիցոյի կառավարման շրջանում։ Ստորագրված համաձայնագրի համաձայն Ուկրաինան անվճար կստանա տարբեր ոչ մահաբեր սարքավորումներ։ Սլովակիան արդեն սկսել է աշխատանքները Ուկրաինայի աջակցության նոր փաթեթի վրա։ Կողմերը քննարկել են նաև ուկրաինական եւ սլովակյան ընկերությունների միջև համագործակցության հեռանկարները։ Սա հատուկ ընդգծում եմ նրա համար, Սլովակիան դա պետությունն է, որը լինելով Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ, ընկել է, ասենք, Հունգարիայի վարչապետի խելքին Վիկտոր Օրբանի, Ռոբերտ Ֆիցոն, եւ ամեն ինչ անում էին ընդդեմ ուկրաինական շահերի, ամեն ինչ անում էին սպասարկելով Ռուսաստանի շահերը։ Իսկ հիմա ակնհայտորեն իրանք հասկանում են իրավիճակի փոփոխությունը եւ չեն ցանկանում դեմ գնալ հավաքական արևմուտքի տեսակետին, առավել եւս որ իրանք տեսան, որ Ամերիկան եւ Եվրամիությունը եւ Եվրոպան միասնական են։ Իրանք հույս ունեին, որ այդ տարաձայնությունից կօգտվեն Ամերիկայի հետ ուղիղ կաշխատեն, բայց առաջի հարվածը հենց Օրբանը կերավ, Տրամփը ցույց տվեց, որ դու պետք է չստանաս նավթ Ռուսաստանից, այսինքն դու որ եկել ես ուզում ես ինձ հետ լավ ալնես ընդդեմ Եվրոպայի, ես հիմա Եվրոպայի հետ միասնական Եվրոպայի հետ աշխատում եմ, դու էլ պետք է գնաս սուսուփուս նրանց կողքը կանգնես եւ ընդունես ընդհանուր խաղի կանոնները։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եվրոպական երկրներին կոչ է արել դուրս գալ իրենց հարմարավետության գոտիներից, համարժեք արձագանքելու այն հիբրիդային պատերազմին, որը նրա կարծիքով Ռուսաստանը վարում է Եվրամիության դեմ։ Մեր միության տարածքում կտրվում են ստորջրյա մալուխներ, օդանավակայաններն ու լոգիստիկ կենտրոնները խաթարվում են կիբերհարձակումներից, իսկ ընդհանրապես Սա պարզապես պատահական սպառնալիք չէ, սա կազմակերպված է եւ ավելի ու ավելի ինտենսիվ արշավ է, որի նպատակն է անհանգստություն սերմանել մեր քաղաքացիների շրջանում, փորձարկել մեր վճռականությունը, պառակտել մեր միությունը եւ թուլացնել մեր աջակցությունն Ուկրաինային։ Ժամանակն է այն անվանել իր իսկական անունով։ Սա հիբրիդային պատերազմ է եւ մենք պետք է այն չափազանց լուրջ ընդունենք, հայտարարել ֆոն դեր Լեյենը։ Եվ խնդիրը որն է, որ իրանք ընդգծված ձևով համարում են, որ այս ամեն ինչը անում է Ռուսաստանը եւ պետք է միասնական ձևով պայքարեն այդ ամեն ինչի դեմ, այսինքն եւ նաեւ իրանք հասարակությանը ներկայացնում են, որ տեսեք սա է վիճակը։ Եթե մենք չենք պայքարում, չենք օգնում Ուկրաինային, որը առաջի գծում կռվում է, վտանգված է նաեւ Եվրոպայի անվտանգությունը։ Իսկ հիմա նայենք Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը, որ շատ միամիտներ ասում են, սա Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերությունը վատացել է, անգամ հույս էին փայփարել, բայց Ռուսաստանը տեսեք Ադրբեջանին ոնց է տեղը դնելու։ Քանի անգամ ասել ենք միամիտ պատկերացում է, Ռուսաստանը Ադրբեջանի վրա չի հարձակվելու, չի էլ ճնշելու։ Ադրբեջանի կողքը կանգնած է Թուրքիան, կողքը կանգնած է Պակիստանը, միջուկային տերություն։ Եվ ընդհանրապես բացառվում է Ռուսաստանը առճակատման գնա Ադրբեջանի հետ, բայց բացի դրանից Ադրբեջանը առիթը օգտագործեց, Ռուսաստանին ասեց հասկացի, դու չես կարա Սյունիքով անցնող ճանապարհը վերահսկես, որի պարագայում ուղղակի այդ ճանապարհը չի կառուցվի։ Ավելի լավ է դու հետ քաշվի, մենք գնանք Սիլիբիլի անենք Դոնալդ Տրամփի հետ պայմանավորվենք այդ ճանապարհի հարցը, Ադրբեջանը ինչ ուզում է ստանա Ամերիկայից, որից հետո արդեն Ռուսաստանի հետ կվերականգնի հարաբերությունները։ Այնպես չի, որ այս մասին նոր ենք խոսում, պարբերաբար խոսել ենք, որ նրանք ովքեր համարում էին, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի առճակատումը դա լուրջ է, շատ ծիծաղելի էր, բայց նաեւ Ռուսաստանի հետ իբր առճակատման համար Ադրբեջանը զինվում էր, որ ասեն բան չի զինվում, խաղաղության ես գնում Հայաստանը, բա կարող է ասում էր անկայուն աշխարհը, բա ինչ էիք ուզում անենք։ Հիմա տեսեք, արդեն հարաբերությունները լավացնում են, որովհետև համարում է Ադրբեջանը, որ Ամերիկայից ինչ որ պետք էր ինքը ստացել է։ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, մենք այժմ խոսում ենք Պուտինի Տաջիկստան պետական այցից,
Մենք ունենք շատ ընդարձակ օրակարգ, առանձին իհարկե խոսքը ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին է։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, երկու նախագահները կհանդիպեն այսօր։ Մենք կտեսնենք այս հանդիպման արդյունքները։ Այս դեպքում մենք լավատես ենք, հուսով ենք, որ նախագահները կքննարկեն մեր երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը եւ կանադառնան այն խնդրահարույց պահերին, որոնք կան։ Պեսկովը նշել է, որ Պուտինի եւ Ալիևի միջև հոկտեմբերի 7-ին կայացած հեռախոսազրույցը լավ դրական կառուցողական է եղել եւ որ այդ զրույցի ընթացքում է նաեւ պայմանավորվածություն ձեռք բերվել առաջիկա հանդիպման վերաբերյալ։ Իհարկե զանգել էր Ալիևը շնորհավորել Պուտինին, բայց կարելի է շնորհավորել այլ ձևերի կամ անգամ եթե զանգում է շնորհավորեց, հեչ պարտադիր չի որ անենց ջերմ իրար հետ հարաբերվեք, որ դա ինձ դու արդեն պայմանավորվեք հանդիպման համար։ Նախորդ անգամ Պուտինը կողքով անցնելուց մի հատ սառը բարևեց անցավ Ալիևին եւ որևէ հանդիպում նախատեսված չէր։ Իսկ հիմա այս անգամ արդեն խոսվում էր այն նախապատրաստական փուլի, որ դա բարեկամական հանդիպում է ու այդ հանդիպումը արդեն տեղի ունեցա։ Ես նախաբանը ասեցի, թե ինչին էին իրանք նախապատրաստում հասարակությանը։ Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգացել են այս տարի։ Ալիևը հավելել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև բոլոր ճանապարհային քարտեզները հաջողությամբ իրականացվում են։ Նա երկրների միջև օրակարգը բնութագրել է որպես ընդարձակ եւ դրական։ Պուտինի հետ հանդիպմանը Ալիևը վստահություն է հայտնել, որ նախագահների կողմից այսօր երկու երկրների հասարակություններին ուղղված ուղերձները դրական կընդունվեն։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների բոլոր ոլորտներում առկա դրական դինամիկան ընդգծելով, որ որևէ դանդաղում կամ հետընթաց չի գրանցվել։ Անգամ են ինքնաթիռի խոցելու հետ կապված Պուտինը պարզաբանեց, որ դա պատահականություն է եղել, հատուկ նշանառությամբ չեն էլ խփել, կողքը պայթել է արտերը, ասել է, որ հարցը դա չի, հարցը նա է, որ Ադրբեջանը այդ պատրվակը օգտագործեց ինքնաթիռի խոցելու, Ադրբեջանը այդ պատրվակը օգտագործեց, որ Պուտինը ընդունում է, որ ինչա տեղի ունեցել, սկսեցին հարաբերությունները կարգավորել։ Բայց Պուտինն ամենասկզբից ներողություն խնդրել էր, այսինքն եթե Ադրբեջանին պետք լիներ դա հիմք ընդունել, կանեին, բայց իրանց այս թատրոններ պետք խաղացին, չնայած որ այդ թատրոնի մասին պարբերաբար ներկայացրել եք։ Ինչպես դուք նշեցիք, ապրանքաշրջանառության զարգացման մեջ լավ դինամիկա կա, բոլոր մյուս ուղղություններով նույնպես ոչ միտեղ դանդաղում կամ հետընթաց չի եղել, ասել է Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։ Այնպես որ սա հաշվի առնենք մենք, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ շատ հարաբերությունները բարելավելով է մտածում, որ այնուամենայնիվ հակակշիռ կունենա փչացած հարաբերությունների պարագայում Ադրբեջան Ռուսաստան, իրականում այդպես բան չկա, որովհետև եթե Ռուսաստանը եւ Ադրբեջանը իրար հետ շատ ավելի փոխկապակցված են, ընդհանուր շահեր ունեն, ընդհանուր սահման ունեն, բացի ցամաքայինը նաեւ Կասպից ծովը բաժանելով 5 պետությունների միջև ընդհանուր տնտեսություն են վարում, բացի դրանից խողովակաշարեր, հազար ու մի հարցեր, այսինքն այդ պարագայում փոխադարձաբար եւ Ադրբեջանին ավելի շատ Ռուսաստանն է պետք եւ Ռուսաստանին ավելի շատ Ադրբեջանը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ինչպիսի սեր խոստովանի Վլադիմիր Պուտինին ինչ ուզում անի, դրանով Պուտինին Իրանով չի անելու։ Պուտինը ցանկացած պահի Ադրբեջանի հետ հարաբերությունը լավացնելու են ու ասեն լավ էլ կարողացանք ֆռացնել Ալիևի Փաշինյանին, որը կարծում էր, որ Ամերիկայի հետ հարաբերություն կարգավորելը ճանապարհ անցնելու դա Հայաստանի համար է կամ Փաշինյանի համար է, ոչ։ Ադրբեջանը ինչ նախապայման դրեց, Ամերիկայում ընդունվեց։ Սկսած որ դա նախաստորագրվեց, ոչ թե ստորագրվեց, ինքը ստորագրեց Թրամփի ուղիի հետ կապված երրորդ կողմ որպես փաստաթուղթ ստորագրեց, բայց իր տարածքով անցնող կոմունիկացիաների հետ կապված մենք որևէ ստորագրություն չենք դրել, ընդհանրապես ասել ենք փոխադարձ ձևով որ կանա, բայց ոչ մի փոխադարձության խնդիր չկա, որովհետև պայմանագիրը պիտի ստորագրես, որ ուժի մեջ մտնի կոմունիկացիաների ապաշրջապակումը, իսկ Տրամփի ուղու փաստաթուղթը ստորագրված է եւ ժամանակացույցով այդ քայլերը ամերիկացիների հետ անում են։ Դրանք երկուսը իրար հետ կապված չեն։ Դրանք կապված կլեն, եթե պայմանագիրը ստորագրվի, իսկ Ադրբեջանը նախապայման է դնում։ Իսկ հիմա նայենք ինչա կատարում աշխարհի հետ հարաբերությունների հետ ու Ռուսաստանը ինչ անում եւ ով է մեր գործընկերը, որը տենց տենչում են Ռուսաստանի հետ լավ լինեն։
Եդինա Ռոսիա կուսակցության պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ ժամանել է Փահենյան, դե նաև Եդինա Ռոսիայի ղեկավարն է Մեդվեդևը։ Ժամանեցի Կորեայի աշխատավորական կուսակցության հիմնադրման 80-ամյակին բարեկամները միասնական են, թշնամիները լարվում են, գրել է Մեդվեդևը։ Այսինքն ասես միասնական են Հյուսիսային Կորեայի, թշնամիներն դրանից լարված են։ Էս է մեր գործընկերը, որը Ադրբեջանի հետ է, որը Հյուսիսային Կորեայի հետ է։ Թե մենք այդտեղ ինչ ենք անում, շատ դժվար եմ պատկերացնում։ Ու նաև գլուխները գովում, թե տեսեք, Ռուսաստանի հետ լավ ենք։ Հետո ինչ որ լավ ենք, դա մեզ ինչ է տալի։ Այն Ռուսաստանը, որը ցանկացած պայմանից խնդիր կարող է ունենա ուկրաինական պատերազմի հետ կապված, որ մենք անիմաստ տեղը հայտնվենք փլատակների տակ։ ԱՄՆ 79-ամյա նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, կարծում եմ ես հիանալի եմ դիմանում, ես ինձ նույն կերպ կամ նույնիսկ ավելի լավ եմ զգում, քան 30 տարի առաջ։ Ես իսկապես ինձ ավելի լավ եմ զգում, քան 30-40 տարի առաջ, ասել է Տրամպը։ Իհարկե, եթե ինքը ասում է, որ հիմա ավելի լավ է, քան 30-40 տարի առաջ, մենք ոչ թե մտածում ենք, որ ինքը ավելի լավ է, այլ մտածում ենք, բայց 30-40 տարի առաջ ինչի ավելի վատ եղել, քան այսօր։ Համենայն դեպս այս առիթը օգտագործել, որ հիմա ինքը իրան ավելի լավ է ազգում, մենք հո տեսնում ենք իրան ոնց է ազգում։ Դրա համար ավելի շատ ի վնաս իրա է այս պարզաբանումը, քան օգուտ իրա։ Հիմա տեսնենք մեկ ուրիշ տաք թեժկետ, որը վերաբերում է Գազային, որը ամեն ձևով ցանկանում է Տրամպը կարգավորել, մանավանդ որ իր միջամտությունը արդյունավետ չստացվեց, իր միջամտությունը սխալ հասկացան եւ դրա հետ կապված նաեւ ակտիվությունը Իսրայելը, որ բանացրեց Գազան դատարկելու առումով շատ վատ ընդունվեց աշխարհում, հիմա փորձում է Դոնալդ Տրամպը համենայն դեպս իրավիճակը փրկել։ Գազայի համաձայնագրի հայտարարումից կարճ ժամանակ անց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի հետ։ Նրանք շատ հուզիչ եւ ջերմ զրույց են ունեցել, շնորհավորելով միմյանց բոլոր պատանդներին ազատ արձակելու համաձայնագրի ստորագրման պատմական նվաճման կապակցությամբ, ասված է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակի հաղորդագրության մեջ։ Իսրայելի վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին նրա ջանքերի համար։ ԱՄՆ առաջնորդը իր հերթին գովաբանել է Նեթանյահուի վճռական ղեկավարության եւ ձեռնարկած գործողությունների համար, բայց այնուամենայնիվ դեռ այդ հարցը արագ կարգավորվող չի, որովհետեւ Պաղեստինի պետության ճանաչումը, որը շատ երկրներ ճանաչեցին, հատկապես այն ագրեսիվ քաղաքականության պատճառով, որը Իսրայելը վարում է, այսօր դա իրատեսական չի, ակնհայտորեն դրա մասին շատ են խոսել, նույնիսկ եթե եվրոպական երկրները, որ ակնհայտ է, դուք գիտեք, թե վերաբերմունքը ոնց է Եվրոպայի նկատմամբ, բայց նույնիսկ այդ եվրոպական երկրները, եթե ճանաչեցին Պաղեստինի պետությունը, նրա անկախ պետականությունը ստեղծվի, թեպետ ՄԱԿ-ի որոշումը շուտ էր, բայց կյանքի չէր կոչվել, Իսրայել պետությունը ՄԱԿ-ը ճանաչեց, Պաղեստինը չէ, այնուամենայնիվ դա կարող է իրանք շահերից անեին կամ Իսրայելին ցույց տային, որ դու ես մեղավոր, որ մենք ճնշում ենք գործադրում, բայց դա Հայաստանին հաստատ պետք չէր։ Այսինքն նույնիսկ եթե այսօր զինադադար եղավ, պատանդներին ազատ արձակեցին, խոսել նրա մասին, որ վերջնական խաղաղություն կլինի, հաստատ դա այդպես չի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտնել է, ես մեծ հպարտությամբ եմ հայտարարում, որ Իսրայելը եւ Համասը ստորագրել են մեր խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Համասը եւս հաստատել է, որ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիր է կնքվել։ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ Համասը կսկսի իսրայելցի պատանդների ազատ արձակումը հոկտեմբերի 13-ին։ Սա ավելին է, քան Գազան։ Սա խաղաղություն է Մերձավոր Արևելքում, ասել է Տրամպը։ Տրամպը հայտարարել է, որ Գազայի հատվածը կդառնա շատ ավելի անվտանգ վայր եւ կվերականգնվի տարածաշրջանի հարուստ երկրների աջակցությամբ։ Տրամպը նշել է, որ խոսել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Ես նրան ասել եմ, Իսրայելը չի կարող պատերազմել ամբողջ աշխարհի դեմ, Բիբի։ Նրանք չեն կարող կռվել ամբողջ աշխարհի հետ։ Այս ինչ որ հիմա Դոնալդ Տրամպը ասում է, Դոնալդ Տրամպը այնքան աջակցեց Իսրայելին, որ Իսրայելն մի քիչ ոգևորվեց Նեթանյահուն, եւ այդ իր մեծ սիրո պատճառով վնաս էր տալի Իսրայելին։ Աշխարհը արդեն մեկուսացել էր Իսրայելը։ Խնդիր ուներ անգամ բարեկամ պետությունների հետ։ Խնդիր ուներ անգամ այն պետությունների հետ, որոնք ասում են, որ ինքնապաշտպանության իրավունք ունի Համասը, երբ որ հարձակվեց Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, որովհետև դրած Գազայում ակնհայտորեն իրանք դա համարում են, չէին համարում ցեղասպանություն, արևմտյան
կոալիցիան երկրները, բայց ամենայն դեպս համարում են չարդարացված այդ կոտորածը։ Այսինքն հիմա Դոնալդ Տրամպը հասկացավ, որ ինքը վատություն է անում Իսրայելին, հիմա Իսրայելին է մեղադրում, բայց Նեթանյահուն նույնպես ոգևորվեց Տրամպի ասածից, որ գնանք դատարկենք Գազան։ Ինչպես տեսան, դա շատ վատ ընդունվեց, հիմա հետ քայլ են անում, բայց հարցը կարգավորելով, եթե անեն, նորմալ է, ինչա պատահել, որ թող խաղաղություն տիրի, թող այն ագրեսիվ ոնց որ առաջ էին եկել, հետ քայլ անեն։ Դրա մեջ որևէ վատ բան չկա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը համոզմունք է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունն ի վերջո կհաջողվի կարգավորել։ Կարծում եմ մենք կլուծենք Ռուսաստանի հետ իրավիճակը, որը սարսափելի է, հավելել է Տրամպը։ Մենք կարգավորել ենք 7 պատերազմ, մենք մոտ ենք 8-րդի կարգավորմանը, հակամարտությունը Գազայի հատվածում, այն ինչի մասին խոսում ենք, որ հույս ունեն, որ դա կհանգեցնի խաղաղության, բայց դա դեռ դանդաղ հարցեր է, ուզում ասեմ, նենց ոգևորվելու պահ չի, էլի։ Չեմ կարծում, որ պատմության մեջ որևէ մեկը այսքան հակամարտություններ է կարգավորել, բայց հնարավոր է նրանք պատճառ կգտնեն ինձ խաղաղության Նոբելյան մրցանակ չտալու համար, ասել է Տրամպը։ Իհարկե Դոնալդ Տրամպը դրելի ուշնումիտ կնայա, որ իրան խաղաղության Նոբելյան մրցանակ տան, ամբողջ աշխարհը մի սրտի թրթիռով սպասում է, որ իրան այդ Նոբելյան մրցանակը տան, անկեղծորեն չեմ պատկերացնում, թե դա ինչի է իրան պետք, ոնց կարող է պատահի, ինքը այդքան դրա նկատմամբ այնքան տարվածելի, որ ամբողջ քաղաքականությունն ուշնումիտ կդալի։ Դե լավ մի օր մնաց հասկացանք, հիմա կիմանանք տալիս են թե չեն տալի, բայց մինչև վերջ էլ որոշումը կայացնելը գաղտնիության պայմաններում է, որ նույնիսկ արտահոսք չկա, որ իմանան կտան թե չէ, բայց ամեն դեպքում, չգիտեմ, ինձ կլսի Նոբելյան կոմիտեն թե չէ, դա իրանք թող որոշեն, ես իրանց առաջարկեցի, որ բաժանորդագրվեն Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին եւ լսեն ինչ պետք է անեն։ Այսօր Տրամպին տան խնդիր է, Տրամպին չտան խնդիր է։ Ավելի լավ է այս անգամ ոչ մեկին չտան։ Իսկ Տրամպի հետ կապված հարցը թողեն 2026 թվականին, ասեն ռուս-ուկրաինական պատերազմի հարցնել կլուծես ու հանգիստ քեզ կներկայացնենք, բայց գոնե ցույց տան, որ իրանք չկոտրվեցին, չճնշվեցին, որ այդքան ստորագրություն հավաքեց Տրամպը իրենց վրա ճնշում գործադրեց։ Հիշենք, որ իրանք շատ նեղացած են դեռ Բարակ Օբամայի ժամանակվանից, որ ինքը չհարգեց, անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց եւ կոմիտեի նկատմամբ եւ թագավորի նկատմամբ, այդ պետության նկատմամբ առհասարակ։ Իսկ այն նույն թագավորը Հարալդ 5-րդը եւ Օբամայի ժամանակ եւ հիմա նույն մարդն է։ Այնպես որ այդ երկիրը կարող է իրան թույլ տալ, ասի դե լավ, օկարակը չենք ընկել։ Բայց ամեն դեպքում անհանգստանում են, որ Դոնալդ Տրամպը վիրավորանքի պատճառով Նորվեգիայի նկատմամբ ինչ-որ քայլեր կանի, բայց միևնույն է, չկոտրվելու ճիշտ ձևը նա է, որ այս տարի ոչ մեկին չտան, որտեղ մեկ ուրիշին տան Տրամպին չտան, ընկնելու են թեմայի մեջ։ Ոչ մեկին չտան, իսկ նման տարբերակ ելնում է։ Դե կտեսնենք վաղը իրանք ինչ որոշեցին։ Մալթայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի զբոսաշրջության նախարար Յեն Բորջը ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի եւ առաջին տիկին Մելանիա Տրամպի հետ հանդիպման ժամանակ հայտնել է նրան խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին։ Բորջը հիշեցրել է այս համատեքստում Տրամպի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղությունը։ Ես Ամերիկայի նախագահին հանձնեցի իմ անունից գրված նամակը, որտեղ նրան տեղեկացրել եմ, որ շատերի նման ես նրան առաջադրել եմ խաղաղության Նոբելյան մրցանակի, գրել է Բորջը։ Այսինքն հիմա գիտեք հարցը որն է, որ ես մտածում եմ, ասում եմ Տեր Աստված, ասենք Մալտայի փոխվարչապետը, Մալտայի չափերը, որ Տրամպը տեսնի, մանրադիտակով պետք է նայի թե խոշորացուցով, որ Մալտան տեսնի Ամերիկայի նախագահի բարձրությունից, էլի։ Այնտեղ փոխվարչապետ էլ որն է, այդ երկիրը պետք է մի հատ դիրեկտոր ունենա, մի հատ գլխավոր հաշվապահ, ինչպես ժամանակին Ժիրինովսկին էր ասում, բայց հիմա նա մտածում է, որ ժեստ անեմ Տրամպին, այ քեզ ներկայացել եմ խաղաղության Նոբելյան մրցանակին։ Չգիտեմ, ամեն դեպքում ամբողջ աշխարհի առաջ կուզենայի, որ Դոնալդ Տրամպը ոչ թե մտածեր պատմության մեջ մտնի խաղաղասեր, այլ ուժի դիրքից, արդարության դիրքից խաղաղություն պարտադրող մնար, շատ ավելի ագրեսիվ, շատ ավելի վճռական, որի պարագայում ինքը իսկապես իր անունը ոսկե տառերով կգրեր։ Առավել ևս այս խառը իրավիճակում, որ իսկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահից շատ բան է կախված, թե ինչպես նոր աշխարհակարգը կձևավորվի։ Ստեղ ընկնել խաղաղության հետևից հաստատ ավելի անվտանգ չի դառնում այս մոլորակը։ Իսկ հիմա տեսնենք մեր հարևան Վրաստանը, որը մեր հյուսիսային դարպասն է, որ մենք հույս ունենք, որ նա
դեպի Եվրոպա կգնա, մեր համար ճանապարհ կբացի, լրիվ խելքը տվել է Ռուսաստանին, որը իհարկե մեզ համար անցանկալի է, բայց չեմ կարծում մինչև մենք այդ փուլին հասնենք, առավել ևս մեր իշխանությունները այդ ուղղությամբ չեն գնում, Վրաստանը չի իրական ուղղությամբ գնա դեպի Եվրոպա, որովհետև այդ հասարակությունը շուտվանից է դրան պատրաստ։ Եվ իրանց մոտ սկսած հեղափոխության ժամանակվանից Սաակաշվիլու եւ ՆԱՏՕ-ի հետ կապված իրանց հանրակրվեից եւ Եվրամիության ասոցիացված անդամ, որ 13 թվականին իրանք դարձան, հետո դարձան տեխնացու, որ հիմա էլ պատրաստ են դառնալ անդամ 5 տարին հերիքա, որ իրանք դառնան, հիմա կտրուկ փոխեցին իրանց ճանապարհը։ Եվ նաեւ իրանք ՎՈԱՄ-ի անդամ դարձան, հապկից դուրս եկան 99 թվականին։ Այս ամեն ինչը միանգամից ջուրը լցնելը ուղղակի անհասկանալի է։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ տապալման փորձը եւ բռնությունը չառանձնացնելը եւ չդատապարտելը հեշտությամբ կարող է մեկնաբանվել որպես տապալման եւ բռնության նկատմամբ անուղղակի, բայց հստակ աջակցության արտահայտություն։ Կոբախիձեի խոսքով այս օրերի ընթացքում ոչ մի կազմակերպություն կամ պետություն, այդ թվում ԱՄՆ, Եվրամիությունը կամ ԵՄ որոշակի երկրներ չեն արել հայտարարություն, որով դատապարտում եւ հեռու են մնում ժողովրդի կողմից ընտրված կառավարության տապալման փորձից։ Վրաստանը ուղղակիորեն մեղադրում է Եվրամիության եվրոպական կառույցները եւ Միացյալ Նահանգները։ Այսինքն կամուրջները ուղղակի այրում է արևմուտքի հետ։ Վրաստանի նախագահական պալատի բռնի գրոհից անցել է 4 օր, որի հայտարարված նպատակը վրաց ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը տապալելն էր, սակայն այս օրերին ոչ մի կազմակերպություն կամ պետություն, որը պնդում է, որ անհապաղ գնահատում է Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները, քննադատում է երկիրը եւ հրահանգներ տալիս, այդ թվում ԱՄՆ, Եվրամիությունը եւ Եվրամիության կոնկրետ երկրները հայտարարություն չեն արել, որով դատապարտում են հեռու են մնում ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը տապալելու փորձից եւ Վրաստանի նախագահական պալատի բռնի գրոհից։ Բնականաբար փորձված բռնությունը չդատապարտելը հեշտությամբ կարող է մեկնաբանվել որպես տապալմանն ու բռնության աջակցության անուղղակի, բայց հստակ արտահայտություն, ասել է Վրաստանի վարչապետը։ Այսինքն ինքը համարում է, որ նրանք սատարում են ընդդիմությանը, այսինքն ընդդեմ իշխանության են վարվում, ոչ թե սատարում են ընդդիմությանը, որոնք դուրս են եկել իրանց արդար պահանջի։ Չէ, դուք իշխանությանը դեմ եք արտահայտվում։ Եվ պատահական չի, որ Թբիլիսիում ամերիկյան դեսպանատունը հայտարարել է, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի Մամուկա Մդինարաձեի խոսքերը Վաշինգտոնում Վրաստանի դեսպանին դեպարտամենտ կանչելու պատճառ են դարձել։ Մենք խորապես մտահոգված ենք, որ Վրաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները անպատասխանատու կերպով աջակցել են ԶԼՄ-ների այդ կեղծ հրապարակումներին, ինչը հանգեցրել է հանրային հետապնդման եւ ահաբեկման արշավի, որը հիմնված է բացառապես ոչ հավաստի տեղեկությունների վրա, հայտարարել են դեսպանատանը։ Այսինքն խոսքը վերաբերվում է նրան, որ նաև մտածում են այդ իրանց հատուկ ծառայությունները, այս երկիրը էս արեց, այն երկիրը այն արեց, երկրում ցանկանում են իշխանությունը տապալել, ցանկանում են առճակատման տանել, ցանկանում են այս 3 տարյանուն երգը երգել, որ ցանկանում են երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ, ոնց որ չտեսնեն, որ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի կարիք չկա։ Ուկրաինան իր մի ճակատով այնպիսի լայնամասշտաբ հարվածներ է հասցնում Ռուսաստանին, որ ընդհանրապես Վրաստանի երկրորդ ճակատը չի էլ քննարկվում։ Այդ իրանք ուղղակի հորինում են եւ որ ասես կոնկրետ ասա, որ Պաշտոնյանն է դա ասել, չկա։ Բայց խնդիրը հո դա չի, որ իրանք այդպես են ասում։ Խնդիրը դա է, որ մենք մտածում ենք, որ մենք համահունչ քայլերով գնանք դեպի Եվրոպա, որի պարագայում Վրաստանը մեզ համար խնդիր է առաջացնում, էլի ասում, որ չի հասցնի առաջացնի, եթե մենք համենայնդեպս այս իշխանությունը Եվրոպա գնացող չի։ Այո, հիմա էլի Բրյուսելում էլի եվրոպական մի հարթակում Նիկոլ Փաշինյանն ասում է Եվրոպայից երբեք այսքան մոտ չենք եղել։ Եվրոպայի իմաստը ո՞րն է, որ Եվրոպան այդքան ընդառաջ քայլ է անում, բայց դու գնում ես Շանհայ։ Էլ ավելի մոտը ո՞րն է։ Այդ ավելի մոտը մենակ խոսքերով չի, դա կոնկրետ քայլեր ու գործեր է։ Առավել եւս որ գիտենք, որ այդ երկու համակարգի մեջ միաժամանակ լինել հնարավոր չէ։ Իսկ մինչև ելույթներ ունենալը Եվրոպայում սենց ճոխ բաներ ասելը Բրյուսելում հեծանվային զբոսանքի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Օտարերկրյա քաղաքներում հեծանվային զբոսանքները օգտակար են քաղաքային կյանքի կազմակերպման մասին գիտելիքներս ավելացնելու առումով»։
Պատկերացնում եք։ Ինչքան անհամեստ է այս երիտասարդը։ Պարզվում է ինքը գիտելիք ունի, ու այդ գիտելիքը ավելացնում է հեծանիվ քշելուց, նկատում է քաղաքում ինչա կատարվում, որով իր գիտելիքն ավելացնում, պատկերացնում եք, հեծանիվ քշողի կենտրոնացված ելնելը հեծանիվի վրա, եւ այդ ընթացքում ինքը սենց քշում է եւ մեկ էլ գիտելիքն է ավելացնում։ Եթե մենակ տեսնելով գիտելիք ավելանար, շուտով կլռանա 50 տարին անհայտնի արտահայտությամբ, որ ասում են, եթե նայելով սովորել լիներ, Ղասաբխանի շները հիմա Ղասաբ էին դառել։ Ավելի լավ է գործով զբաղվի, քան անհամեստորեն ասի, որ ինքը իբր թե մինչև Բրյուսել գնալը գիտելիք ուներ։ Մենք գիտենք էլի դու ինչ ունես, ինչ չունես, պետք չէ էլի մարդկանց թյուրիմացության մեջ գցել։ Իսկ հիմա Facebook-ը մի բան հիշացրեց, որտեվ սա արդիական է նաև հիմա, եթե տենց չլիներ, հաստատ չէի կարդա։ Բացի այն, որ այն ժամանակ ինչն էր մեզ մտահոգում, ինչի մասին էինք խոսում, ինչ հարցեր էին բարձրացնում։ Այսօր նայում ենք ցավալիորեն այսօր այդ հարցերը լուծված չեն։ Այսօր եթե գրեի նույն ձևով կգրեի, շատ ցավալի է դա, իսկ կյանքը առաջ է գնում։ Ամեն օր է բան փոխվում, այլապես ամեն օր ինչ են քննարկում։ Ուրեմն 2014 թվական հոկտեմբեր Facebook-յան գրառումը գնա մեռի, խոսքդ կարդամ, երգդ լսեմ։ Այդ վերտարությամբ։ Մեր շատ մտավորականների իներտ դիրքորոշմանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել եմ։ Նաև նշել, որ դա այնքան էլ անվնաս չէ, ինչպես փորձում են ներկայացնել։ Այդ առիթով տարիներ առաջ մի օրինակ բերեցի, որ ժամանակին Իտալիայի արտգործնախարար եղած ժամանակ բարոն Սոնինոն աշխատասենյակի պատին Բուխարիի վերևում գրել էր. ուրիշներին կարելի է, քեզ չի կարելի։ Թե ինչ նպատակ էր դրանով հետապնդում, իր մոտ կամք էր զարգացնում, որ չգայթակղվեր, թե գտնում, որ եթե ինքը անթույլատրելի որևէ բան չի անում, իրեն ինչ թե ուրիշներն ինչ են անում, դժվարանում եմ ասել։ Մինչդեռ այդ բառերից ոգեշնչված նացիստական Գերմանիայի արտգործնախարար Յոահիմ ֆոն Ռիբենտրոպն իր պատին գրել էր. բոլորին չի կարելի, քեզ կարելի է։ Ու ես այդ երկու մոտեցումներից արել էի իմ եզրակացությունը։ Այն, որ Ռիբենտրոպն այդպես էր մտածում, նրան հասցրեց կախաղանի, իսկ այն, որ Սիդնեյ Սոնինոն էր այդպես մտածում, հենց նրա երկրում ծնվեց ֆաշիզմը։ Այո, Բենիտո Մուսոլինիի ժամանակ ֆաշիզմը ծնվեց Իտալիայում, ասում են, բավարար չի միայն ասես, ես վատ բան չեմ անում, մնացածը ինչ ուզում են անեն։ Իսկ որ ասում եմ Յոահիմ ֆոն Ռիբենտրոպին հասցրեց կախաղանի Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, այո, նրան կախաղան որոշում կայացվեց մահապատիժ, հենց տեղում էլ ի կատարածեցին, որտեղ ասում են բոլորին չի կարելի, քեզ կարելի է։ Եթե մեր երկրում մտավորականը տեսնելով, բայց չնկատելով, թե ինչ օրհասական վիճակում է գտնվում իր հայրենիքը, փակվել է մի սենյակում ու բարձրաշեք ստեղծագործություն է երկնում, նրա վարքագիծն ինձ համար ոչնչով չի տարբերվում այն լիսկաների կեցվածքից, որոնք նույնպես փորը կուշտ տակը չոր ռեժիմով իրենց առանձնատան բարձր պարիսպների հետևում ծվարելով ականջալուր չեն մեր հայրենակիցների ցավ ու դարդին։ Եթե որևէ մտավորական ինձ ասում է, որ քաղաքականությամբ չի զբաղվում, ու վերամբարձ տոնով ցույց է տալիս, թե բարձր է կանգնած մանր խնդիրներից, թող ինձ ներեն, բայց ինձ նման մարդկանց կարծիքը բացարձակապես չի հետաքրքրում։ Ոչ մի հարցում։ Եթե նա չունի ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, ուրեմն թող մեկուսանա ու իր գործնանի, ու երբ կյանքին հրաժեշտ կտա, կդառնա դասական, ստեղծածը կկարդանք կամ կլսենք, չի դառնա դասական ու կհամալրի օրվա իշխանություններին ծառայած այնուհետև անհետ կորածների շարքը, էլ նրան ինչու պիտի հիմա լսենք։ Խոսքը չի գնում կուսակցական լինելու մասին Քավլիցի, եթե մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնությունը վաղվա օրվա հանդեպ տագնապ ունի, ապագան չի տեսնում մեր հայրենիքում, իսկ մեր ազգի սերուցքը լռում է ու միայն էպիզոդիկ մտքի փայլատակումներ է ունենում, որպես կանոն անշարժ թեմաներով, մտավորականին ոչ սազական, նման շուստրի գործելավոճին հասարակությունը վերաբերում է հեգնախառն մեղմ ժպիտով։ Այս նույն մտավորականներն են մի քիչ էլ ուրիշները, ոնց որ Սերժ Սարգսյանին էին այս ձևից ծառայում, հիմա էլ Նիկոլ Փաշինյանը, բան չի փոխվել ժողովուրդ, ու շատ ցավալի է ազգի սերուցքը, որ այսպես լինի։ Վերհիշենք մեր բազմաչարչար մոլորակի պատմության այն դրվագները, թե ինչպիսի բարձրաշխարհիկ ստեղծագործություններ են ոչնչացվել։
ավելին քաղաքակրթական բնորաններ հիմնահատակ ավիրվել տարբեր ժամանակների վանդալների կողմից, ինչու չէ նաև սեփական երկրների իշխանավորների ապաշնորհ կառավարման հետևանքով, ու եթե տես չես քո երկրին, անտարբեր ես նրա ներկայի ու ապագայի հանդեպ, ուրեմն փոքր չէ հավանականությունը, որ քո ստեղծածն էլ անհետ կկորի կամ ոչ մեկին էլ չի ծառայի, իսկ եթե դա լավ գիտես, ուղղակի դրանով օրվա հացի խնդիր ես լուծում, պետք է նկատի ունենաս, որ դու դեռ հանգուցալ չես, որ քո մասին դատեն ստեղծագործություններիդ հիման վրա, դու մեր ժամանակակիցն ես, ու եթե քեզ չհարգեն, գործդ չեն սիրի։ Նա, ով գտնում է, որ հանրահավաքի մասնակիցներն այդքան էլ արժանի չեն, թող իրենց բարձունքից իջնեն, գան Ազատության հրապարակ և իրենց որակով բարելավեն շարժումը։ Այլապես, եթե հարցը միայն նա չէ Ազատության հրապարակը, առհասարակ, եթե անուն ես դնում, դու կազմակերպի, խնդիր չկա, կամ ասա ինչ ես ուզում, լավ, կամ ուրիշ տարբերակով ես պայքարում, էլի ուրախ ենք, ասա իմանանք, բայց մտավորականին վայել չի այդ լռությունը։ Այլապես, եթե երկու կողմին էլ անարժան ես որակում, ու սա պատկերավոր ասած քո սրբազան պատերազմը չես համարում, ով էլ հաղթի քո կրավորական կեցվածքով քվեարկում ես անարժանների իշխանության օգտին։ Իհարկե, եթե չես բարեհաճում որևէ հավաքի մասնակցես, հասկացանք, եթե նեղանում ես այդ երկուսից հետ ես քաշում, ընտրության չես գնում, այսինքն դու քվեարկում ես քո չմասնակցությամբ հաղթողի օգտին։ Ով ավելի շատ ձայն ունի, քո ձայնը տալիս ես նրան ձայն չտալով։ Սրա մասին է խոսքը։ Ինչի՞ է ժամանակ նույնն է, չէ՞։ Իսկ ես մեղմ ասած կարեկցանքով եմ վերաբերվում նրանց, ովքեր հոժարական տեղավորվել են անարժանների տիրապետության տակ, բայց փորձում են բոլորին վերևից նայել։ Ժողովուրդ ջան, այո, այն մտավորականի անվան տակ, որ փորձում են մարդկանց վերևից նայել, այդ իրանց վարքագիծը, այդ փոքր մարդու վարքագիծը բոլորին ակնհայտ երևում է։ Հիմա այսօր պայքար ա գնում, առջևում ընտրություններ ա, ամեն անգամ առիթ լինում ա դրա մասին խոսում ենք, հիմա նոր մարդիկ են հանդես գալիս, նոր դեմքերով են հանդես գալիս, ասում են, որ մենք էս կանենք, այն կանենք, հանրությունը ինչ-որ չափով այդ մարդկանց վստահելա կամ հարգելա իրանց որևէ գործունեության ընթացքում, բայց միևնույն է, բավական է այդ մարդիկ հայտնվեն ռուսական տիրույթում, նոր դեմք կլինի, հին դեմք կլինի, մերժվելու են դրանք։ Ակնհայտորեն հասկանալի է, որ մեր հասարակությունը այդքան մեծ ձայն չի տալու այդ մարդկանց, որովհետև նրանց անձնական որակները չի կարևոր, որտեղ է նա պատկերացնում մեր երկրի ապագան, սրա մասին է խոսքը։ Անձնական որակների մասին չի խոսքը։ Եթե ընտրակաշառք բաժանելու հնարավորությունը լիներ, կասեն դե լավ, այդ մարդը ակտիվ քայլն անում է, հետո կաշառք կբաժանի, ձայն կստանա։ Այս մարդը տնից դուրս պետք է գա, գնայի մեկին ձայն տա։ Գնալու է ում ձայն տա։ Որ ինչ անի։ Եթե անի մենակ այն, որ երկիրը գնա դեպի Ռուսաստան, այնա Նիկոլ Փաշինյանն էլ է անում, էլ իմաստը որն է։ Վատա ծառայեմ Վլադիմիր Վլադիմիրիչին։ Ձեր ասածը դրանից ավել որն է։ Մի խնդիր կա, ժողովուրդ ջան, որ այդ հասարակության այդ ակտիվ մասսան, որոնք որ գտնում են, որ մեր երկրի ապագան հաստատ Ռուսաստանի հետ չի, նրանք իրենց կողմնորոշումը ակտիվ արտահայտեն ու նաև մեր հանրային դաշտի գործիչներն էլ կարողանան կազմակերպական որակներով ստեղծեն համախմբված մի ուժ, որի պարագայում մարդիկ իմանան ում ձայն տան։ Ու ես պարբերաբար ասել եմ, որ սա անձնական ամբիցիա չի, իմ պարագայում մշտապես ասել եմ, ցանկացածը ով որ կստեղծի այդպիսի արժեքավոր միավոր, բայց հաստատ կիմանան, որ ճիշտ գծի վրա է, ոչ մի պարագայում, ոչ նախկիններին են միանալու, ոչ էլ այս իշխանությանն են միանալու, ու ոչ էլ նրանց արբանյակներից որևէ մեկին, որովհետև արդարացված չի խաբվել, ասել դե մեր մտքով չանցավ, ինչ գիտեինք, որ այս մարդը կամ իշխանության արբանյակնա կամ նախկին իշխանության։ Այդ մի բարդ բան չի հասկանալու համար, էլի, շատ հանգիստ մենք կարող ենք հասկանալ, թե այդ մարդիկ ում շահերն են սպասարկում։ Այսինքն դրա համար ամենակարևոր հարցը դա է։ Ոնց ենք մենք պատկերացնում մեր երկրի ապագան։ Դուք պատկերացրեք ամեն օր։ Ես չեմ ուզում ռազմական քրոնիկայից խոսամ,
ամեն անգամ ուկրաինական պատերազմի, որտեղ ես ուղղակի ասում եմ, քաղաքական որոշումը, որը կայացվել էր հարձակվել Ուկրաինայի վրա, այդ որոշումը արդեն սխալ էր։ Ու ես չեմ ասում, որ երբ որ հարձակվել էր ամբողջ աշխարհն ասում էր, որ 3 օրում կավարտվի, ես ասել եմ տենց չի լինելու, դա չի կարևոր, որտեղ ես միևնույնն է էլի չեմ խոսում ռազմական խռունիկայի մասին, ով առաջ գնաց, ով հետ եկավ կամ հասել էին Կիևի մատույցներ, որ հասել էին Կիևի մատույցներ, ինքնաթիռ էին ուղարկում, որ Զելենսկին դուրս գա։ Էլի իմ ելույթներում չեք տեսել, որ ասել եմ, որ չի լինելու դա, հասկացեք, այսպես է ալնելու։ Ինչի եմ դա ասում։ Այդ քաղաքական որոշումը կայացվելու պարագայում պատկերացրեք Ռուսաստանը իրավիճակ է փոխվում։ Պարտված Պուտինը ինչ խնդիրներ է ունենալու։ Ամեն օր հիմա Պուտինին տրամադրում են պարտության։ Ինքը դեռ չի ուզում կոտրվի, ասում մենք առաջ ենք գնում, այս ենք անում, այն ենք անում, բայց ամեն օր քու երկրում հարված է սուտում, մարդիկ դա չեն տեսնում։ Հիմա դուք պատկերացրեք, այսօր մեր քաղաքական դաշտը համարենք չի հաջողվում հստակ արևմտամետ դաշինք ստեղծել։ Որևէ բեկին չի հաջողվում։ Ինչ է ստացվում։ Ինչ ընտրություն ալնելու։ Ընտրում ես մի երկրի, որին տեսնում եք ինչա կատարվում, հազիվ ինքը կարողանա իր հարցերը լուծի։ Դուք պատկերացնում եք, մենք հեռանկարային ընտրություն կատարելու համար էդ ենք անելու։ Եղբայր չեք վստահի այս մեկին, վստահեք այն մյուսին։ Չեք վստահի, որ այս մեկը համախմբող քայլեր անի, վստահեք մեկ ուրիշին։ Աջակցեք թող այդ համախմբումը կայանա։ Բայց թույլ չտանք, որ մեր երկիրը մեր ձեռքով այդ քվեարկությամբ ընկնի այս երկուսի ձեռը։ Ավելի պարզ բան կա պատկերացնելու։ Նայեք աշխարհում ինչա կատարվում, նայեք մեր երկրում ինչա կատարվում։ Նայեք աշխարհի օրակարգը, նայեք մեր երկրի օրակարգը։ Եվ դուք պատկերացրեք, թե մեզ ինչ են առաջարկում։ Եվ նույն հաջողությամբ իշխանություններն էլ ասում են, այդ որ դες կոտորում եք Ռուսաստանի հետ լավ ելնելու, մեզանից շատ Ռուսաստանի հետ ինչ եք անում որ։ Այդ ինչի չեն անում Ռուսաստանի հետ։ 3 գումարած 3 ձևաչափից են դուրս եկել, 102-րդ բազան են հանել, ԵԱՏՄ-ից են դուրս եկել, հապկից են դուրս եկել։ Ինչ են արել Ռուսաստանի հետ կապված։ Հայ-ռուսական մեծ պայմանագրից են հրաժարվել։ Ինչ է տեղի ունեցել, որ մենք ամենրավոտից իրիգու ասում են ԵԱՏՄ-ում ավելի ենք զարգանալու, ավելի ենք խորանալու։ Սրա մասին չի խոսքը։ Սա չի մեզ մատուցվում։ Մենք այս ընտրությունն ենք հիմա կատարելու, ժողովուրդ ջան։ Ինպես որ ես ուղղակի համարում եմ, որ աններելի սխալ կլինի մեր հասարակության կողմից, որ այս պարագայում թույլ տա, որ աշխարհը հիմա վերադասավորվում է, ընտրությունը մի քանի ամիս հետո եկող տարի, ամեն օր մենք տեսնում ենք իրավիճակի փոփոխությունը Ռուսաստանի հետ կապված։ Եվ մենք այսօր ինչ ենք անում։ Այնպես որ դա մեզ ուղղակի պարտավոր ենք գործել առանց սխալվելու իրավունքի։ Անհատները էական չեն, որ այդպես միշտ ասել եմ, գաղափար ու ծրագիր, վերջ, դա է կարևոր։ Անհատը դա այսօր մեկը կլինի, վաղը մյուս օրը կլինի։ Այսօր մեկը թիրախավորված կլինի, մեկ ուրիշ առաջ կգա։ Ես անգամ բանաձևն եմ ասել, որ էական չի դա ով թականի։ Կարևորը որ իմանաս ինչ ես ուզում անես, նոր նայես ով դա ի վիճակի է անել։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդ Համտինյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։